թե ինչպես ա եղել, ինչպես եք հայտնվել ծուղակում, ինչ գումարներ եք կորցրել կամ ինչ պահանջներ կա, արդյոք վարկային պահանջներ կա ձեզանից թե ոչ, թե միայն ուղղակի բանկում արկա գումարներն են կորել, խոսեք խնդրում եմ ես մաս։ Շատ լավ, 2023 թվականից կիբերհանցագործության զոհ եմ դարձել, լիստեեմ կայքով մանկասայլակն եմ ուզեցել վաճառեմ, հողում եմ ստացել, որպեսզի կանխավճարից գումարը ստանամ։ Ընդամենը մուտք եմ գործել ու մի քանի րոպեվա ընթացքում արդեն բանկից 1,330,000-ի վարկ են ձևակերպել առանց ինձ ծանուցում ստանալու։ Ես ոչ մի ծանուցում չեմ ստացել բանկից։ Բանկը 3-4 րոպե հետո ինձ զանգել է, արդեն գումարը կանխիկացրել են ու մինչև այսօր 2 տարի է, կա քրեական վարույթ, դիմել եմ բոլոր տեղերում, բայց ոչ մի արձագանք չեմ ստացել։ Բանկը անընդհատ ինձանից պահանջում է գումար եւ արգելանքներ ա դրել, արդեն հարկադիրում եմ ես ու չեմ հասկանում, չգիտեմ, ոչ մի լուծում, ոչ մի բան չեմ ստանում ես, անընդհատ ստանում եմ միայն զանգեր բանկից, հորդորելով գումարը վճարեք, իսկ ինչու պաշած ձևով իրանք ինձ չեն տեղյակ պահել, որպեսզի իմ անունով բանկում վարկ ա ձևակերպել։ Արդեն գումարը կանխիկացրելուց հետո նոր ինձ զանգահարում են ու չեմ պատրաստվում վճարել, ում վարկը տվել են, թող ինքն էլ վճարի։ Առանց օրենքին տիրապետելու իրանք իմ բալիկի մինչև 2 տարեկան երեխայի նպաստն են բռնագանձում, որը օրենքով սահմանված չի եւ նմանատիպ լիքը բաներ։ Դուք տվյալ բանկի հաճախորդ եք եղել։ Այո, 10 տարից ավել Ինեկո բանկի հաճախորդ եմ եղել, ունեմ վարկային լավ պատմություն եւ էլ չունեմ, այո։ Եվ հրաժարվում եմ այդ բանկից եւ հորդորում եմ բոլորին հանեն իրանց ավանդները եւ իրանց քարտերը ու ամեն ինչ իրանց վերադարձնեն, որովհետեւ իրանք շատ վատ են աշխատում, մնացած բոլոր բանկերը։ Այս 2 տարվա մեջ բանկը ոչ մի ձև լուծում չի առաջարկել, որ ինչպես լուծի այս ձևը։ Դիմել եմ հաշտարարին հենց սկզբից, ֆինանսական հաշտարարը բանկի հետ եկան համաձայնության, որ բերեք վճարեք տոկոսները, չվճարված ամիսների տոկոսները եւ միայն մայր գումարը կարող եք վճարել, բայց դա ինձ պետք չի, ես չեմ վերցրել, էլի եմ նշում գումարը, ով վերցրել է, թող նրանից էլ պահանջեն գումարը։ Շնորհակալություն։